Հիշում եմ շատ տարիներ առաջ երբ որ կարդացինք Կորեայում Յանկի Չունինգը մեծ արտություն ալինում եկեղեցում մոտ 1 միլիոնանոց եկեղեցի ալինում վերջը մի օր իր մոտ հյուրեր են գալիս Եվրոպայից տարբեր տեղերից ու այդ օրը մկրտության օր ալինում գնում են ջրի մկրտության 300 հոգի կանգնել են ու հիմա ինքը Յանկին պետք է ջրի մկրտություն անի հյուրերն ասում են Եղբայր ջան, այդքան շատ ոնց կանես, քեզ օգնենք էլի, եղանակն էլ սառնա, չի ասում ես այդ ծառայությունը կանեմ մենակով, եւ վերջ այդ ծառայությունը անում է, վերջացնում է, հետո գալիս է բեմի վրա քարոզելու ժամանակ, գիտակցությունը արդեն գնում է, արդեն որ պետք է ընկնի գետին, եւ այսպես ասում, Տերը ասում է ինչու հասարակության առաջ խրատեցիր, եւ ընկնելու պահը ասում է, Աստված ասում է 10 տարի դու պետք է մնաս անկողնային, եւ հետո հիշում եմ ասում է մի 3-4 տարի իրանց մոտ շատ լավ բժիշկ է գալիս են քույրերը, եղբայրները, Յանկի գիտես ես լավ բժիշկ է եկել, հիմա տանելու են քեզի, ինքը միջամտություն անի, օգնի եւ այլ, վերջապես տանում են, հասցնում են արդեն վերելակով բարձրացնում են վերև, որ պիտի բժիշկի մոտ լինի, մեկ էլ դյուրո ձայնը լսում է, Յանկի 10 տարին չի լրացել, ասում է հետ տարեք, եղբայրները, ատերը ինքան լավ ասում է կխրատեն, բայց իմ քաղցր աշկը քեզ վրա է լինելու Ինքը մենակ ունի իրավունք ինձ ու քեզ խրատելու, դու իրավունք չունես